Գլուխ 7. Բաշխիչ գլխարկը Դուռը իսկույն կրկին վրա բացվեց. ներսում նրանց դիմավորեց զմրուղտ կանաչ հագուստով բարձրահասակ մի վհուկ, շատ խիստ դեմք ուներ և Հարիի մտքով անցավ, որ չարժեր նրան հակառակվել: «Առաջին դասարանցիներին բերեցի, պրոֆեսոր Մակգոնագոլ», ասաց Հագրիդը: «Շնորհակալ եմ, Հագրիդ, ես կուղեկցեմ նրանց»: Նախասրահն այնքան մեծ էր, որ Դրզլիների ամբողջ տունը կարող էր այնտեղ տեղավորվել: Քարե պատերը լուսավորում էին Գրինգոտցի ջահերին շատ նման ջահեր: Բարձր առաստաղը գրեթե չէր երևում: Մարմարե հոյակապ սանդուղքը տանում էր դեպի վերևի հարկերը: Սալապատ հատակի վրայով հետևեցին պրոֆեսոր Մակգոնագոլին: Աջ կողմի դռնից լսվում էր հարյուրավոր ձայների խուլ գվվոցը: Մնացած աշակերտները հավանաբար արդեն դպրոցում էին, բայց պրոֆեսոր Մակգոնագոլն առաջին դասարանցիներին ուղեկցեց դահլիճի խորքի փոքրիկ, դատարկ սենյակը: Նորեկները խմբվեցին այնտեղ, իրար ավելի մոտ կանգնելով, քան կանեին այլ պայմաններում և սկսեցին շփոթված շուրջները նայել: «Բարի գալուստ Հոգվորտս», ասաց պրոֆեսոր Մակգոնագոլը: «Մի փոքր անց կսկսվի կիսամյակի բացման հանդիսավոր ընթրիքը, բայց նախքան սեղանի մոտ տեղեր զբաղեցնելը ձեզ կբաշխեն հոսքերով: Սա շատ կարևոր արարողություն է, որովհետև քանի այստեղ եք, հոսքը ձեր ընտանիքն է լինելու: Միասին սովորելու եք, քնելու եք նույն ննջարանում և ձեր ազատ ժամանակն անցկացնելու եք հոսքի ընդհանուր սենյակում: Հոգվորտսի 4 հոսքերն են՝ Գրիֆինդորը, Հաֆլփաֆը, Ռեյվընքլոն ու Սլիդերինը: Յուրաքանչյուրն ունի իր փառահեղ պատմությունը: Բոլոր 4 հոսքերն էլ ունեցել են նշանավոր կախարդներ ու վհուկներ: Ձեր հաղթանակները միավորներ կբերեն ձեր հոսքերին, իսկ կանոնների ցանկացած խախտման հետևանքով հոսքերը միավորներ կկորցնեն: Ուսումնական տարվա վերջին ամենաշատ միավորներ կուտակած հոսքը կշահի հոսքային գավաթը, որ ինքնին մեծ պատիվ է: Հուսամ, ձեզնից յուրաքանչյուրը միայն բարի համբավ կբերի իր հոսքին: Բաշխման արարողությունը կսկսվի մի քանի րոպեից մյուս աշակերտների ներկայությամբ: Մինչ այդ փորձեք ձեզ հնարավորինս կարգի բերել»: Մակգոնագոլի հայացքը մի պահ կանգ առավ Նևիլի թիկնոցի վրա, որն ամրացված էր ձախ ականջի տակ: Ապա Ռոնի քթի սև բծին: Հարին նյարդայնացած սկսեց մազերը հարթեցնել: «Երբ ամեն ինչ պատրաստ եղավ, կվերադառնամ ձեր հետևից», ասաց պրոֆեսոր Մակգոնագոլը: «Խնդրում եմ չաղմկեք»: Այս խոսքերով նա դուրս եկավ սենյակից: «Իսկ ինչպե՞ս են մեզ բաշխելու», հարցրեց Հարին Ռոնին: «Քննության պես ինչ-որ բան ենք հանձնելու»: Ֆրեդն ասում է շատ ցավոտ է, բայց հաստատ կատակ է անում: Հարիի սիրտը տեղից թռավ: Քննությո՞ւն: Ամբողջ դպրոցի աչքի առաջ: Բայց ինքը կախարդանքի մասին դեռ ոչինչ չգիտեր, ինչ էր անելու: Երբ այստեղ էին գալիս, նման բան մտքով չէր էլ անցնում: Հարին շուրջը նայեց: Մյուսները նույնպես վախեցել էին: Գրեթե ոչ ոք չէր խոսում, բացի Հերմայոնի Գրեյնջերից, որը բարձր շշուկով արագ-արագ կրկնում էր իր իմացած բոլոր հմայությունները, մտածելով, թե դրանցից որն է իրեն պետք գալու: Հարին ամեն ջանք գործադրեց, որպեսզի չլսի նրա ձայնը: Դեռ երբեք այսքան չէր նյարդայնացել, նույնիսկ երբ դպրոցից գրություն էին ուղարկել Դրզլիներին, որտեղ ասվում էր, որ ինքը ուսուցչի կեղծամը կապույտ է ներկել: Նա հայացքը դռնից չէր կտրում: Ամեն վայրկյան պրոֆեսոր Մակգոնագոլը կարող էր վերադառնալ ու տանել իրեն, ուր դատապարտված էր գնալու: Հետո կատարվեց մի բան, որը ստիպեց Հարիին մոտ 1 ոտնաչափ օդ ցատկել: Հետևում կանգնած աշակերտներից մի քանիսը ճչացին: Ի՞նչ էր դա: Հարին շունչը պահեց, մյուսները նույնպես: Պատի միջով մոտ 20 ուրվական, կաթնագույն ու գրեթե թափանցիկ, ներս էին լցվել սրահ:
Նրանք իրար հետ զրուցելով սահեցին սենյակով, անգամ չնայելով նոր աշակերտների վրա։ Այնպիսի տպավորություն էր, ասես վիճում էին։ Նրանցից մեկը, որ կարճահասակ էր, գիրուկ ու վանականի տեսք ուներ, վրա կրկնում էր. «Պիտի ներել և մոռանալ, ևս մեկ հնարավորություն տանք»։ Սիրելի դինվանական, միթե Փիվզին բազում հնարավորություններ արդեն չենք տվել, նա բոլորիս անուններ է կպցնում, և սա այն դեպքում, երբ ինքը իրականում նույնիսկ ուրվական էլ չէ։ Դուք ինչ եք այստեղ անում, ձեզ եմ հարցնում։ Ուրվականներից մեկը, որ փոթավոր օձիք ուներ և զուգագուլպաներով էր, հանկարծ նկատել էր երեխաներին։ Ոչ ոք նրան չպատասխանեց։ Նոր աշակերտնե՞րն եք, հարցրեց գերվանականը, նորեկներին ժպտալով։ Երևի սպասում եք, որ ձեզ հոսքերով բաշխեն։ Մի քանիսը լուռ գլխով արեցին։ Հուսամ, ձեզ Հաֆլփաֆ կուղարկեն, ասաց վանականը։ Ես այնտեղից էի, գիտեք։ Գնացինք, հնչեց խիստ մի ձայն։ Բաշխման արարողությունն ուր որ է կսկսվի։ Պրոֆեսոր Մակգոնագոլը վերադարձել էր։ Ուրվականները մեկը մյուսի հետևից ձուլվեցին դիմացի պատին։ Իսկ հիմա շարք կանգնեք, ասաց պրոֆեսոր Մակգոնագոլը, և հետևեք ինձ։ Հարին թվում էր, ծնկները կարծրացել, պողպատ էին դարձել։ Նա մի կերպ շարք մտավ, կանգնելով դեղնավուն մազերով տղայի հետևում, Ռոնից առաջ, և շարքով սենյակից դուրս գալով վերադարձան սրահ, ապա մի քանի դուռ անցնելով մտան մեծ դահլիճ։ Այդպիսի զարմանալի ու հոյակապ վայր Հարին պատկերացնել անգամ չէր կարող։ Դահլիճը լուսավորում էին տասնյակ հազարավոր մոմեր, որոնք լողում էին շողշողուն ոսկե ափսեներով ու գավաթներով բեռնված 4 երկար սեղանների վրայով։ Սեղանների շուրջը նստած էին Հոգվորտսի մյուս աշակերտները։ Դահլիճի խորքում ևս մեկ երկար սեղան կար ուսուցիչների համար։ Պրոֆեսոր Մակգոնագոլը նոր աշակերտներին ուղեկցեց դահլիճ այնպես, որ նրանք մի գծով շարժվեցին մյուս աշակերտների դիմաց։ Ուսուցիչները մնացին նստած իրենց հետևում։ Մոմերի թրթռացող լույսի տակ նորեկներին զննող հարյուրավոր դեմքերը նման էին դալուկ լապտերների։ Այս ու այնտեղ հայտնվում էին ուրվականները, արծաթի մշուշված փայլ արձակելով։ Իրեն ուղված հայացքներից խուսափելու համար Հարին նայեց վերև ու տեսավ թավշե սև առաստաղը, վրան սփռված անհամար աստղերով։ Առաստաղը կախարդել են, շշուկով բացատրեց Հերմայոնին, որ իսկական երկնքի տեսք ունենա։ Ինքս եմ կարդացել Հոգվորտս մի դպրոցի պատմություն գրքում։ Մարդու հավատալը չէր գալիս, որ վերևում ընդհանրապես առաստաղ կար, և որ դահլիճն ուղղակի երկնքի մեջ չէր բացվում։ Պրոֆեսոր Մակգոնագոլը լուռ մի քարոտանի տեղադրեց աշակերտների դիմաց։ Հարին հայացքը առաստաղից արագ իջեցրեց։ Աթոռին նա դրեց կարկատաններով պատած սրագագաթ, գունաթափ ու չափազանց կեղտոտ մի գլխարկ։ Մորաքուր Փեթունիան չէր հանդուրժի, որ նման բան իր տուն բերեին։ Երևի ստուգելու են, արդյոք կկարողանանք այդ գլխարկի միջից ճագար դուրս բերել, մտածեց Հարին։ Տեսնելով, որ բոլորն ուշադիր նայում են գլխարկին, ինքն էլ սկսեց նայել։ Մի քանի վայրկյան կատարյալ լռություն էր տիրում, ապա գլխարկը ցնցվեց։ Գլխարկի եզրին մոտ վերան հիշեցնող մի կտրվածք լայն բացվեց, և գլխարկը սկսեց երգել։ Գուցե ձեզ թվա, որ սիրուն չեմ ես, բայց դե մի նայեք իմ անշուք տեսքին, ինքս ինձ կուտեմ, եթե երբևէ հաջողվի գտնել ինձնից խելոքին, ես եմ Հոգվորտսի գլխարկը բաշխիչ։ Ու գլխած ունեմ ձեր գլխարկներին, բաշխիչ գլխարկից չի մնա թաքուն, այն, ինչ ուզում եք պահել ձեր մտքում։ Փորձեք ինձ, և ես կասեմ ձեզ իսկույն, հոսքերից հաստատ որն է ձեզ սպասում։ Գրիֆինդոր, տեղն է խիզախ սրտերի, հանդուգն անվախ քաջ ասպետների, Հաֆլփաֆ գնա և չես փոշմանի, արդար են այնտեղ ու հավատարիմ, և չեն վախենում քրտինք թափելուց։ Կամ էլ Ռեյվենքլո, հին ու իմաստուն, թե խելոք ես դու ու նաև գիտուն,
Այստեղ անկասկած իր ժամանակին կհանդիպես դու քո նմաններին, կամ ով իմանա, Սլիդերինցու հետ գուցե կդառնաս ընկեր առհավետ։ Այ նա կգնա ծայրագույն քայլի։ Միայն թե հասնի իր նպատակին, դե մի վախեցիր ու դիր ինձ գլխիդ։ Ձեռքեր չունեմ ես, բայց պիտի անցնես իմ ձեռքի տակով, ուզես թե չուզես։ Երբ գլխարկը ավարտեց իր երգն ու գլուխ տվեց 4 սեղանների մոտ նստածներին, դահլիճը բուռն ծափահարեց։ Փաստորեն պետք է ուղղակի փորձենք գլխարկը, շշնջաց Ռոնը Հարիին։ Ֆրեդին սպանելու եմ։ Ինչ որ բաներ էր դուրս տալիս տրոլի հետ ձեռնամարտի բռնվելու մասին։ Հարին մեղմ ժպտաց, անշուշտ գլխարկը փորձելն ավելի հեշտ էր, քան կախարդելը, բայց երանի թույլ տային առանց վկաների փորձել։ Գլխարկը քիչ բան չէր ուզում։ Հարին այդ պահին իրեն ոչ արիասիրտ էր զգում, ոչ խելոք կամ էլ նման մի բան։ Այ եթե գլխարկի թվարկածների շարքում լիներ առանցին հոսք նրանց համար, ովքեր հուզվում էին, իրեն շատ հարմար կլիներ։ Պրոֆեսոր Մակգոնագոլը առաջ եկավ, ձեռքին մագաղաթե երկար գալար։ Ում անունը կարդամ, թող գլխարկը դնի և նստի այս աթոռին, որպեսզի որոշվի, որ հոսք է ընկնելու, ասաց նա։ Էբոթ Հանա։ Վարդագույն այտերով ու շեկլիկ պոչիկներով մի աղջիկ դուրս թռավ շարքի միջից, դրեց գլխարկը, որը սահեց մինչև աչքերը, և տեղավորվեց աթոռին։ Մի վայրկյան լռություն տիրեց։ Հաֆլփաֆ, գոչեց գլխարկը։ Աջ կողմի սեղանները ողջունեցին ու ծափահարեցին, և Հանան գնաց ու նստեց հաֆլփաֆցիների հետ։ Հարին տեսավ ինչպես է գիրուկ վանականի ուրվականն ուրախ ձեռք հովանում աղջկան։ Bones Սյուզան, Հաֆլփաֆ, նորից բղավեց գլխարկը, և Սյուզանը վաստալով տեղավորվեց Հանայի կողքին։ Բութ Թերի, Ռեյվենքլո։ Այս անգամ ծափահարեցին ձախից երկրորդ սեղանի մոտ նստածները, երբ Թերին մոտեցավ սեղանին։ Ռեյվենքլոյի հոսքերից մի քանի աշակերտ ոտքի կանգնեցին ու սեղմեցին նրա ձեռքը։ Բրոքելհորստ Մենդին նույնպես ընկավ Ռեյվենքլո, իսկ Բրաուն Լևենդերը դարձավ այդ օրվա առաջին գրիֆինդորցին, և ձախից վերջին սեղանի մոտ նստածները բուռն ողջունեցին նրան։ Հարին տեսավ, ինչպես են Ռոնի երկորյակ եղբայրները սուլում։ Հետո Միլիսետ Բալստրոուդն ընկավ Սլիդերին։ Գուցե պատճառը Հարիի երևակայությունն էր, արդեն լսել էր Սլիդերինի մասին, բայց նրան թվաց, որ սլիդերինցիները բավականին անդուր ժողովուրդ էին, իրեն վատ էր զգում։ Հիշեց, ինչպես էին նախկին դպրոցում ֆիզկուլտուրայի դասերին աշակերտներին ընտրում տարբեր թիմեր ընդգրկելու համար։ Իրեն միշտ ամենավերջում էին ընտրում, ոչ թե որ վատ էր խաղում, այլ չէին ուզում, որ Դադլին մտածի, թե իբրև Հարին իրենց դուր է գալիս։ Ֆինչ Ֆլեչի Ջաստին, Հաֆլփաֆ։ Հարին նկատեց, որ երբեմն գլխարկն անմիջապես գոռում էր, թե նորեկն ուր պետք է գնար, իսկ երբեմն մինչև որոշում կայացնելը մի փոքր մտածում էր։ Ֆինեգան Շեյմուս, դեղնավուն մազերով տղան, որ շարքում Հարիի կողքին էր կանգնած, գրեթե մի ամբողջ րոպե մնաց աթոռին նստած, մինչև գլխարկը նրան Գրիֆինդոր ուղարկեց։ Գրեյնջեր Հերմայոնի։ Հերմայոնին գրեթե վազելով մոտեցավ աթոռին ու հաճույքով գլխարկը գլխին քաշեց։ Գրիֆինդոր, աղաղակեց գլխարկը։ Ռոնը տնքաց, սոսկալի մի միտք անցավ Հարիի գլխով։ Երբ նյարդայնանում ես, մտքովդ ինչ ասես չի անցնում, իսկ եթե իրեն ընդհանրապես չընտրեին, ինչ կլիներ, եթե ինքը գլխարկը աչքերին քաշած նստեր մնար այդ աթոռին։ Մինչև պրոֆեսոր Մակգոնագոլը գլխարկը հաներ գլխից ասելով, որ ակնհայտորեն սխալ է տեղի ունեցել, և ճիշտ կլինի, որ Հարին գնացքով վերադառնա, որտեղից եկել է։ Հետո կանչեց Նևիլ Լոնգբոթոմին, այն տղային, որ շարունակ Դոդոշին էր կորցնում։ Նևիլը մինչև աթոռին հասնելը սայթաքեց, վայր ընկավ։ Գլխարկը երկար մտածեց նրան ուր ուղարկեր, երբ այն վերջապես Գրիֆինդոր գոռաց,
Նևիլը վազքով հեռացավ, մոռանալով գլխարկը գլխից հանել, իսկ հետո ստիպված եղավ ծիծաղի պոռթկումների ուղեկցությամբ վերադառնալ ու գլխարկը փոխանցել Մակդուգալ մորագին։ Երբ կարդացին Մալֆոյի անունը, նա ինքնահավան քայլվածքով առաջ գնաց և իսկույն լսեց, ինչ ուզում էր։ Գլխարկը դեռ նրա գլխին չդիպած ճչաց. «Սլիդերին»։ Մալֆոյը ինքն իրենից գոհ միացավ ընկերներին՝ Քրեբին ու Գոյլին։ Արդեն քիչ մարդ էր մնում։ Մուն, Նոտ, Փարքինսոն, հետո երկվորյակ քույրեր՝ փաթիլ այսինչն ու փաթիլ այնինչը, հետո Սելի Էն Փերքս և վերջապես Փոթեր Հարի։ Երբ Հարին առաջ եկավ, բարձր շշուկներ լսվեցին, կարծես դահլիճի պատերին թշշացող բոցեր բռնկվեցին։ Փոթեր ասացին, այն նույն Հարի Փոթերի մասին է խոսքը։ Նախքան գլխարկը Հարիի աչքերը կծածկեր, նա հասցրեց տեսնել, ինչպես էին հսկա դահլիճում հավաքված անհամար մարդիկ վիզները ձգել, որ իրեն լավ տեսնեն։ Հաջորդ վայրկյանին Հարին արդեն գլխարկի ներսի սև կտորն էր միայն տեսնում։ Նա սկսեց սպասել։ «Հըմ», լսեց բարակ մի ձայն, «դժվար է, շատ դժվար, ինչքան ասես քաջություն եմ տեսնում, գլուխն էլ վատ չի աշխատում, տաղանդ եմ տեսնում, օ, ողորմած Աստված, այո, և ինքնահաստատման ինչպիսի ձգտում, շատ հետաքրքիր է, ուր ուղարկեմ քեզ»։ Հարին բռնվեց աթոռի եզրից ու մտածեց. «Միայն ոչ Սլիդերին, ոչ Սլիդերին»։ «Սլիդերին չես ուզում գնաս», հնչեց ձայնը, «վստահ ես։ Գիտես այնտեղ դու մեծ հաջողություն կունենայիր։ Գլխիդ մեջ դրա համար բոլոր նախադրյալները կան։ Սլիդերինը կօգնի մեծ նպատակներիդ հասնել, անգամ չկասկածես, չէ՞։ Դե եթե այդքան վստահ ես, թող լինի Գրիֆինդոր»։ Վերջին բառը գլխարկը գոռաց ամբողջ դահլիճով մեկ։ Հարին հանեց գլխարկն ու անհաստատ քայլերով ուղղվեց դեպի Գրիֆինդորի սեղանը։ Այնքան թեթևացած էր զգում, որ իրեն արդեն ընտրել էին ու Սլիդերին չէին ուղարկել։ Որ չնկատեց էլ, որ ամենաբուռնը իրեն ողջունեցին։ Փերսի ավագը ոտքի կանգնեց և ամուր սեղմեց Հարիի ձեռքը, իսկ Վիզլի երկվորյակները ծղրտացին. «Փոթերը մեր հոսք ընկավ, մեր հոսք»։ Հարին տեղավորվեց փոթավոր օձիքով ուրվականի դիմաց, որին արդեն մի անգամ տեսել էր։ Սոսկալի տհաճ զգացողություն ունեցավ, երբ վերջինս թփթփացրեց իր ձեռքին, ասես հենց նոր ընկղմվել էր սառցե ջրով լի դույլի մեջ։ Հիմա արդեն պարզ տեսնում էր ուսուցիչների սեղանը։ Իրեն ամենամոտը նստել էր Հագրիդը, որը որսաց Հարիի հայացքը ու երկու բութ մատները բարձրացրեց։ Հարին ի պատասխան ժպտաց։ Սեղանի մեջտեղում, մեծ ոսկեղեն աթոռին, նստած էր Ալբուս Դամբլդորը։ Հարին իսկույն ճանաչեց նրան, քանի որ նկարը տեսել էր դեռ գնացքում, շոկոլադե գորտի քարտի վրա։ Դամբլդորի արծաթափայլ մազերը միակ բանն էին ամբողջ դահլիճում, որ շողում էին նույնքան պայծառ, որքան ուրվականները։ Հարին նկատեց նաև պրոֆեսոր Քվիրելին, ջղային երիտասարդին, ում հանդիպել էր ծակ պղնձում։ Գլխին դրած լայն մանուշակագույն փաթթոցով նա շատ յուրահատուկ տեսք ուներ։ Մնացել էին ընդամենը 4 աշակերտ, որոնց դեռ չէին բաշխել. Թոմաս Դինը, սևամորթ մի տղա, որ նույնիսկ Ռոնից բարձրահասակ էր, նստեց Հարիի կողքին գրիֆինդորցիների հետ։ Թրիփլ Լիսային ուղարկեցին Ռեյվենքլո, իսկ հետո եկավ Ռոնի հերթը։ Խեղճի դեմքը արդեն կանաչել էր։ Հարին մատները սեղանի տակ խաչեց և մեկ վայրկյան անց գլխարկը բղավեց. «Գրիֆինդոր»։ Հարին մյուսների պես բարձր ծափահարեց, երբ Ռոնը փուլ եկավ նրա կողքի աթոռին։ «Ապրես, Ռոն, գերազանց էր», հանդիսավոր ասաց Փերսի Վիզլին, իսկ այդ ընթացքում Զաբինի Բլեզին ուղարկեցին Սլիդերին։ Պրոֆեսոր ՄակԳոնագոլը ոլորեց մագաղաթե ցանկը ու բաշխիչ գլխարկն աթոռից վերցրեց։ Հարին նայեց իր առջև դրված դատարկ ոսկի ափսեին, հանկարծ հասկանալով, որ սաստիկ սոված է,
թված դդմով կարկանդակներն այնքան վաղուց էր կերել։ Ալբուս Դամբլդորը ոտքի կանգնեց, շողացով հայացքով նայեց աշակերտներին, ձեռքերը լայն տարածեց օդում, ասես ուրիշ ոչ մի բան չէր կարող նրան այնպիսի հաճույք պատճառել, որքան նրանց բոլորին այդտեղ տեսնելը։ «Բարի գալուստ», ասաց նա, «շնորհավոր Հոգվորտսի նոր ուսումնական տարին։ Մինչ հանդիսավոր ընթրիքը սկսելը կցանկանայի մի քանի խոսք ասել։ Հիմարիկ, գիրուկ, ավելցուկ, տկար, անչափ շնորհակալ եմ»։ Ու նորից նստեց տեղը։ Բոլորը ծափահարեցին։ Հարին չգիտեր ծիծաղեր, թե ոչ։ Նա մի քիչ խելագար է, անվստահ հարցրեց Փերսիին։ Խելագար, ասաց Փերսին, նա հանճար է, աշխարհի ամենաերևելի կախարդը։ Բայց դե այո, մի քիչ էլ խելագար է։ Կարտոֆիլ ուզում ես, Հարի։ Հարի բերանը զարմանքից բաց մնաց։ Սեղանին շարված ամանները լեփ-լեցուն էին կերակրով։ Երբեք չէր տեսել, որ իր սիրած ուտելիքներից այդքան շատ բռնված լիներ սեղանին։ Խորոված տավարի միս, խորոված հավ, խոզի ու գառան կողիկներ, երշիկ, խոզապուխտ ու ստեյք, խաշած, խորոված ու տապակած կարտոֆիլ, յորքշիրյան պուդինգ, կարագով տապակած ոլոր, գազար, սոուս, կետչուպ և չգիտես ինչու, նաև կոճապղպեղով սառնաշաքար։ Դրզլիները Հարին սոված չէին պահում, բայց երբեք թույլ չէին տալիս, որ սիրտն ուզածի չափ ուտեր։ Դադլին միշտ խլում էր այն, ինչ Հարիին իսկապես դուր էր գալիս, անգամ երբ սիրտը դրանից խառնում էր։ Հարին բոլոր կերակուրներից քիչ-քիչ վերցրեց, բացի կոճապղպեղով կոնֆետներից, և սկսեց ուտել։ Ամեն ինչ անասելի համեղ էր։ Ինչ-է լախորժալի տեսք ունի, տխուր ասաց փոթավոր օձիքով ուրվականը, նայելով ինչպես է Հարին կտրատում ստեյքը։ Ձեզ չի կարելի։ Մի 500 տարի կլինի բերանս մի պատառ բան չեմ դրել, պատասխանեց ուրվականը։ Դրա կարիքը չունեմ իհարկե, բայց կարոտում եմ, կարծեմ չեմ ներկայացել։ Սըր Նիկոլաս Դմիմսի Փորփինգթոն, ձեր խոնարհ ծառան, Գրիֆինդորի աշտարակում վշտական բնակության իրավունք ունեմ։ Ես գիտեմ դուք ով եք, հանկարծ ասաց Ռոնը։ Եղբայրներս պատմել են ձեր մասին, դուք գրեթե անգլուխ Նիկն եք։ Կգերադասեի, որ ինձ Սըր Նիկոլաս Դմիմսի անվանեիք։ Ուրվականը մի տեսակ լարվեց, բայց դեղնավուն մազերով Շեյմուս Ֆինեգանն ընդհատեց նրան։ Գրեթե անգլուխ, մարդ ինչպես կարող է գրեթե անգլուխ լինել։ Սըր Նիկոլասը զայրացած էր երևում, կարծես մտերմիկ զրույցը բոլորովին սպասված հունով չէր ընթանում։ Այ թե ինչպես, սրտնեղած ասաց նա, ապա ձախ ականջը բռնելով քաշեց։ Գլուխն անջատվեց պարանոցից և մի կողմի վրա կախվեց ուսին։ Ասես ծխնուց կախ ընկած դուռ լիներ։ Ինչ-որ մեկը ակնհայտորեն փորձել էր գլխատել նրան, բայց չէր կարողացել իր սև գործն ավարտին հասցնել։ Բավարարվելով նորեկների ապշած հայացքներով, ուրվականը գլուխը տեղը հրեց, հազաց և ասաց. Դե, նորեկ գրիֆինդորցիներ, հուսամոքնելու եք մեզ, որ այս տարվա հոսքերի առաջնությունը մենք շահենք։ Դեռ երբեք Գրիֆինդորն այսքան երկար չի մնացել առանց հաղթանակի։ Արդեն 6 տարի է, Սլիդերինցիներն անընդմեջ շահում են գավաթը, իսկ արյունոտ բարոնը, Սլիդերինի ուրվականը, գնալով անտանելի է դառնում։ Հարին նայեց Սլիդերինի սեղանի կողմն ու տեսավ այնտեղ նստած մի սոսկալի ուրվականի, հայացքը դատարկ ու անթարթ, հանդերձները շաղախված արծաթե արյունով։ Նա Մալֆոյի կողքին էր նստած։ Հարին ուրախությամբ նկատեց, որ Մալֆոյն առանձնապես գոհ չէր այդ հարևանությունից։ Ինչպես է պատահել, որ նրա հագուստն արյունով է ծածկվել, հետաքրքրվեց Շեյմուսը։ Երբեք չեմ հարցրել, նրբանկատորեն ասաց գրեթե անգլուխ Նիքը։ Երբ բոլորն արդեն կերել շտացել էին, կերակրի մնացորդները աննկատ չքացան ափսեներից, թողնելով դրանք առաջվա պես մաքուր։ Մեկ վայրկյան անց հայտնվեց Անուշեղենը, հնարավոր բոլոր համերի պաղպաղակ, խնձորով և օշարակով կարկանդակներ,
շոկոլադե էկլերներ, ջեմով փքաբլիթներ, թրայփլ ու ելակ, քաղցր դոնդող բրնձով պուդինգ։ Մինչև Հարին օշարակով կարկանդակ էր անուշանում, խոսակցությունը գնաց ընտանիքների վրա։ Ես միայն կիսով չափ եմ կախարդ, ասաց Շեյմուսը։ Հայրս մագլ է, մայրս մինչև ամուսնանալը նրան չէր ասել, որ ինքը վհուկ է։ Հայրս ուղղակի ցնցված էր։ Բոլորը ծիծաղեցին։ Իսկ դու, Նևիլ, հարցրեց Ռոնը։ Դե ինձ տատս է մեծացրել, իսկ նա վհուկ է, պատասխանեց Նևիլը։ Երկար ժամանակ ազգականներս կարծում էին, որ ես մագլների կողմն եմ քաշել։ Մեծ քեռիս, Ալջին, շարունակ փորձում էր ինձ հանկարծակիի բերել, որ կախարդ լինելս ինչ-որ կերպ բացահայտվի։ Մի անգամ Սև լճի կամրջից հրեց ինձ։ Քիչ էր մնում խեղդվեի։ Մինչև 8 տարիս լրանալը ոչ մի բան տեղի չունեցավ։ Մի օր քեռի Ալջին եկել էր մեր տուն ճաշի, եւ ինձ վերևի հարկի պատուհանից ոտքերիցս բռնած գլխիվայր կախել էր։ Երբ մորաքույր Ինիդը նրան բեզե հյուրասիրեց, քեռի Ալջին ինձ մոռացավ ու ոտքերս բաց թողեց, բայց ես վայր թռա այգի։ Մերոնք շատ էին ուրախացել։ Տատիկս այնպես էր հուզվել, որ լաց էր լինում։ Պետք է տեսնեիք նրանց դեմքերը, երբ ես ներս մտա, չէին կարծում, որ այդքանից հետո կենդանի կմնամ։ Քեռիս այնքան գոհ մնաց, որ ինձ համար դոդոշ գնեց։ Հարիի մյուս կողքում Հերմայոնին ու Փերսի Վիզլին դասերից էին խոսում։ Հույս ունեմ դասերը շուտ կսկսվեն, այնքան բան կա սովորելու։ Գիտես, առարկաներից ինձ հատկապես հետաքրքիր է կերպարանափոխությունը, երբ մի բան մի ուրիշ բան ես դարձնում։ Իհարկե պետք է, որ ահավոր դժվար լինի։ Դե հեշտից կսկսես, լուցկու հատիկներն ասեղ կդարձնես ու նման մանր-մունր բաներ։ Հարին սկսել էր տաքանալ, ու քունը տանում էր։ Նա նայեց ուսուցիչների սեղանի կողմը։ Հագրիդն իր գավաթն էր դատարկում, պրոֆեսոր ՄակԳոնագոլը զրուցում էր պրոֆեսոր Դամբլդորի հետ, պրոֆեսոր Քվիրելը անհեթեթ փաթթոցը գլխին, խոսում էր յուղոտ մազերով, կեռ քթով ու դեղնած մաշկով մի ուսուցչի հետ։ Հետո անսպասելի բան տեղի ունեցավ։ Արծվաքիթ ուսուցիչը Քվիրելի փաթթոցի կողքով շշտակի նայեց Հարիի աչքերի մեջ եւ այրող սուր ցավը խոցեց Հարիի ճակատի սպին։ Ախ! Հարին ձեռքը խփեց ճակատին։ Ինչ եղավ, հարցրեց Փերսին։ Ոչ մի բան, ասաց Հարին։ Ցավն անցավ նույնքան անսպասելի, որքան սկսվել էր։ Դժվարն այդ հայացքի թողած զգացողությունից ազատվելն էր։ Հարին թվաց, որ ինքն այդ մարդուն բոլորովին դուր չեկավ։ Ո՞վ է այն ուսուցիչը, որ խոսում է Քվիրելի հետ, հարցրեց նա Փերսին։ Քվիրելին արդեն գիտես, հա։ Զարմանալի է, որ նա այդպես նյարդայնանում է։ Կողքինը պրոֆեսոր Սնեյփն է։ Նա հմայաթուրմեր է դասավանդում, բայց իր առարկան այնքան էլ սրտովը չէ։ Բոլորս էլ գիտենք, որ աչքը Քվիրելի առարկայի վրա է։ Սև արվեստների մասին չկա բան, որ Սնեյփը չիմանա։ Հարին միառժամանակ նայեց Սնեյփին, բայց Սնեյփը այլևս նրա կողմը չնայեց։ Վերջապես անուշեղենը նույնպես անհետացավ, եւ պրոֆեսոր Դամբլդորը նորից տեղից բարձրացավ, դահլիճը լռեց։ Հիմա, երբ բոլորս կերանք ու խմեցինք, որոշ բաներ ունեմ ձեզ ասելու ուսումնական տարվա սկզբի հետ կապված։ Առաջին տարվա սաները պետք է իմանան, որ Հոգվորտսի հարևան անտառ մտնելը խստիվ արգելված է բոլորի համար։ Բաց չէր լինի, ավագ աշակերտները նույնպես այդ մասին չմոռանային։ Դամբլդորի աչքերը փայլեցին Վիզլի եղբայրների ուղղությամբ։ Հիշեցում նաև, որ պարոն Ֆիլչը, պահակը, խնդրել է ինձ զգուշացնել բոլորիդ, որ դասամիջոցներին միջանցքներում կախարդելը արգելված է։ Քվիդիչի խաղերը տեղի կունենան յուրաքանչյուր կիսամյակի երկրորդ շաբաթվա մեջ։ Թիմերում խաղալ ցանկացողները պետք է կապվեն մադամ Հուչի հետ։ Եվ վերջում պարտավոր եմ զգուշացնել ձեզ, որ այս տարի դպրոցի աջ թևի երրորդ հարկի միջանցքն արգելված է բոլոր նրանց համար, ովքեր չէին ցանկանա սոսկալի մահով մահանալ։ Հարին ծիծաղեց, բայց նա քչերից մեկն էր, որ նման կերպ արձագանքեց։ Լուրջ է ասում։
ցածրաձայն հարցրեց նա Փերսիին։ Պետք է որ լուրջ ասի, պատասխանեց Փերսին, մռայլ նայելով Դամբլդորին։ Բայց սովորաբար նա բացատրում է մեզ, թե ինչ պատճառով չենք կարող այս կամ այն տեղը գնալ։ Անտառը լի է վայրի գազաններով, դա մենք գիտենք, բայց երրորդ հարկի մասին գոնե մեզ ավագ աշակերտներիս կարող էր զգուշացրած լինել։ Իսկ հիմա, մինչև կգնանք քնելու, երգենք Հոգվորտսի օրհներգը, կոչեց Դամբլդորը։ Հարին նկատեց, որ ժպիտները քարացան ուսուցիչների դեմքներին։ Դամբլդորը թեթևակի թափահարեց ձեռքի փայտիկը, ասես ուզում էր ծայրին նստած ճանճը քշել։ Փայտիկի բերանից դուրս պրծավ մի երկար ոսկե ժապավեն, ձգվելով սեղանների վերևում և օձի պես գալարվելով վերածվեց տառերի։ Յուրաքանչյուրը թող երգի իր սիրած մեղեդիով, ասաց Դամբլդորը։ Գնացինք։ Եվ ամբողջ դպրոցը թնդաց. Հոգվորտս, Հոգվորտս, հոգի որդի Հոգվորտս, լինենք ահել թե ջահել, թեկուզ կաղոտն ու անմազ, գլուխները մեր այս փուչ, որտեղ քամի կա միայն, ու բմբուլ, սաստիկ բլոճ, լցրու բաներ պետքա կան։ Նորը մեզ սովորեցրու, ինչ մոռացանք հիշեցրու, քեզ չենք անի խայտառակ, դաս կսերտենք շարունակ։ Երգիչներից յուրաքանչյուրը տարբեր ժամանակ ավարտեց երգեցողությունը։ Վերջում միայն Վիզլի եղբայրներն էին դանդաղ ինչ-որ սգող հայ երգ ծոր տալիս։ Դամբլդորը նրանց երգի վերջին տողերին համընթաց փայտիկով չափ տվեց, իսկ երբ վերջացրին, բոլորից բարձր ծափահարեց։ Ախ, երաժշտություն, ասաց նա աչքերը սրբելով, քո կախարդանքն ավելի զորավոր է, քան այն, ինչ մենք ենք անում։ Իսկ հիմա քնելու ժամանակն է, ցրվեք սենյակներով։ Գրիֆինդորցի առաջին դասարանցիներն աղմկոտ ամբոխի միջով հետևեցին Փերսիին։ Դուրս եկան մեծ դահլիճից ու բարձրացան մարմարե աստիճաններով։ Հարի ծնկները նորից կապարի պես ծանրացել էին, բայց հիմա արդեն հոգնածությունից ու կուշտ ընթրիքից։ Քունն այնպես էր տանում, որ անգամ չզարմացավ տեսնելով, որ պատերից կախված դիմանկարները շշուկով խոսում էին ու աշակերտներին ցույց տալիս։ Չզարմացավ նաև, երբ Փերսին երկու անգամ նրանց տարավ սահող պատերի ու որմնագորգերի հետևում թաքնված դռներով։ Հետո էլի ինչ-որ աստիճաններով բարձրացան, օրանջելով ու ոտքերը մի կերպ քարշ տալով։ Հարին արդեն մտածում էր, թե տեսնես էլ ինչքան են քայլելու, երբ անսպասելի կանգ առան։ Առջևում օդից կախված ճոճվում էին մի խուրձ ձեռնափայտեր, և երբ Փերսին մի քայլ գցեց նրանց կողմը, ձեռնափայտերը հարձակվեցին նրա վրա։ Փիվզն է, շշնջաց Փերսին, Փոլթերգայսթ է։ Փիվզ, երևա։ Ի պատասխան լսվեց բարձր ու կոպիտ ինչ-որ աղմուկ, ասես օդապարիկից օդ էին բաց թողնում։ Ուզում ես արյունոտ բարոնին ասեմ։ Հետո խցանի դուրս թռչելու ձայն լսվեց, հայտնվեց կարճլիկ մի մարդ, խորամանկ, մուգ աչքերով ու լայն բերանով։ Նա կախ էր ընկել ձեռնափայտից ու ոտքերը խաչած օդում ճոճվում էր։ Օ, ասաց նա չար կչկչոցով, առաջին դասարանի պստոներն են, այ քեզ ուրախություն։ Եվ անսպասելի սուրաց նրանց վրա։ Բոլորը գլուխները կռացրին։ Հեռացիր, Փիվզ, թե չէ, բարոնն այս մասին կիմանա։ Կատակ չեմ անում, կոչեց Փերսին։ Փիվզը լեզու հանեց ու անհետացավ, ձեռնափայտերը գցելով Նևիլի գլխին։ Լսվեց ինչպես է նա, զենք ու զրահը դղրդացնելով հեռանում։ Փիվզի հետ զգույշ կլինեք, ասաց Փերսին, երբ նորից սկսեցին քայլել։ Արյունոտ բարոնը միակ արարածն է, որը կարող է զսպել նրան։ Մեզ ավագներիս նա չի ենթարկվում։ Հասանք։ Իջանցքի ամենախորքում կախված էր մետաքսե վարդագույն զգեստով մի շատ գեր տիկնոջ դիմանկար։ Գաղտնաբառը, հարցրեց տիկինը։ Կապուտ դրակոնիս, ասաց Փերսին։ Դիմանկարը մի կողմի վրա թեքվեց և պատի մեջ երևաց կլոր բացվածք։ Բոլորը սողոսկացին ներս։ Նևիլին հարկ եղավ օգնելու,
և հայտնվեցին Գրիֆինդորի ընդհանուր սրահում, որը բազմաթիվ փափուկ բազկաթոռներով հարմարավետ կլոր սենյակ էր։ Փերսին աղջիկներին իրենց ննջարան ուղեկցեց մի դռնով, տղաներին մեկ ուրիշ դռնով։ Պարուրաձև սանդուղքի վերջում, հավանաբար, աշտարակներից մեկում էին։ Վերջապես տեսան մահճակալները։ 5-40 մահճակալ, մուգ կարմիր, թավշե կտորներով վարագուրված։ Ճամպրուկներն արդեն բերել էին, այնքան հոգնած էին, որ առանց խոսելու գիշերազգեստները հակները քաշեցին ու պառկեցին քնելու։ «Լավ կերանք, չէ՞», կամացուկ ասաց Ռոնը Հարիին։ «Սկեբերս, վազն արի», Սավաններն էր կրծում։ Հարին ուզում էր հարցնել, թե Ռոնը հասցրել էր օշարակով կարկանդակից փորձել, բայց գրեթե նույն պահին քնեց։ Երևի ընթրիքին շատ էր կերել, որովհետև տարօրինակ երազ տեսավ, իբրև գլխին դրել էր պրոֆեսոր Քվիրելի գլխանոցը, որը խոսում էր իր հետ, հորդորում, որ նա անմիջապես Սլիդերին տեղափոխվի, քանի որ դա էր իր ճակատագիրը։ Հարին ասաց, որ չի ուզում Սլիդերին գնալ։ Գլխի փաթթոցը գնալով ծանրանում էր։ Հարին փորձեց այն պոկել գլխից, բայց վերջինս ավելի ամուր էր սեղմում գլուխն ու ցավեցնում։ Մալֆոյն էլ այնտեղ էր ու կանգնած ծիծաղում էր, տեսնելով, ինչպես էր Հարին կռիվ տալիս Քվիրելի փաթթոցի հետ։ Ապա Մալֆոյը կերպարանափոխվեց, դարձավ արծվաքիթ պրոֆեսոր Սնեյփը և բարձր ու սառը քրքիջ արձակեց։ Կանաչ լույս բռնկվեց, և Հարին դողալով ու քրտինքի մեջ կորած արթնացավ։ Նա տեղում անհանգիստ շուռումուռ եկավ, հետո նորից քնեց, իսկ երբ մյուս օրն արթնացավ, երազի մասին բոլորովին մոռացել էր։